դատարանում լինելը, Պարոն Մելիքյան, նախ դուք արձանագրեցիք, որ այսօր 50-րդ հոբելյանական նիստներ եւ Արմեն Աշոտյանը չէր ներկայացել, ինչպես հասկացանք, ծանրաբեռնվածությունից ելնելով, Շատ զարմանալի է, թե ոստիկանությունը իր պարտականությունը կարևոր ինչու չի կատարել եւ Արմեն Աշոտյանին չի կարողացել ապահովել, որովհետեւ ծանրաբեռնված են։ Ամեն դեպքում խստորեն քննադատելով սա, նշենք, որ դա էական ազդեցություն չունեցավ վարույթի ընթացքի վրա, որովհետև միաժամանակ չէին ներկայացրել նաև ծանուցված վկաները։ Մեր համար կարևոր է, ինչպես ես միշտ ասում եմ, որպեսզի մենք վկաների հարցաքննությունը հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականացնենք, այսօր վկաները չէին եկել, այս տեսանկյունից դատարանը քննեց այլ միջնորդություններ, որոնք կապված չէին Արմեն Աշոտյանի հետ, մեծ հաշվով այսքանը։ Եվ տեսեք, Տիգրան Աթանեսյանը փաստաբան առաջարկեց, որպեսզի Արմեն Աշոտյանը կամ տաքսիով գա կամ ինքը պատրաստակամություն հայտնեց, որ գնա եւ պարոն Աշոտյանին ուղեկցի դատարան, այդպիսի պրակտիկ առհասարակ լինում է։ Ես լսել եմ նման դեպքի մասին, բայց ավելի շատ լսել եմ, որ դատարանները որպես կանոն չեն բավարարում, թեև դեպք ես գիտեմ նման։ Բայց մենք առհասարակ այս հարցի մասին ավելի մանրամասն խոսելու կարիք չտեսանք, նորից ասեմ, այն պարզ պատճառով, որ վկաները չէին ներկայացել։ Այսինքն, եթե վկաները ներկայացած լինեին, իրավիճակը այլ կլիներ։ Հետևանքը Արմեն Աշոտյանի նկատմամբ չներկայացնելու այդպես լուրջ հետևանք չառաջացրեց, որտեղ վկաները չէին ներկայացել։ Շնորհակալ եմ։ Հաջողություն, Live News-ի հարգելի հետևող